Ողջույն հայր ջան, Մարտունի քաղաքի կինոյի տունն է, Քոր Լևոնի, այն Քոր Լևոն վիժվածքի կատարած հանցագործությունների, երկիրը թալանած, գրփած, մի հատվածը, ինչքան մշակութային կենտրոն ունեինք, կամ սեփականաշնորհեցին կոպեկներով, կամ էլ դարձրեցին առևտրի տուն, ու սենց չգիտես ում են տվել, լավ ընդունենք թե վաճառել են, կամ ես չգիտեմ։ Այս սա է այն ժառանգությունը, որը Քոր Լևոնը թողեց մեզ։ Այդ Քոր Լևոնը, բոզի տղա վիժվածք Քոր Լևոնը, սա այդ ժառանգությունը։ Ու նման միտեղ Մարտունիում, որտեղ կա 16 գյուղ եւ բավականին խիտ բնակեցված, մի մշակութային կենտրոն չկա, նորմալ, ոչ թատրոն կա, ոչ կինո կա, ոչ այլ բաներ, խնդրեմ։ Հետո էլ սովետական միությանը բան են ասում, ու այդ մի ասողներից թող լինեմ նաեւ ես։ Բայց գոնե սովետական միությունում բոլոր գյուղերում, նույնիսկ հեռավոր գյուղերում կային մշակութային կենտրոններ եւ հատկապես կար կինոյի շենք։ Իսկ սա այն Քոր Լևոնի, Քորի թողած ժառանգությունն է հայ ժողովրդին։ 22,000-ից ավելի գիտնական թողեց սովետական միությունը մեզ եւ տեսանք թե հետո ինչ եղան գիտնականների հետ, թողեցին բազմահազարանոց մշակութային կենտրոններ, գիտական ինստիտուտներ, ֆիզիկայի, մի խոսքով այսպես շարունակ, լավ գիտեք, եւ մենք ունենք այն, ինչ ունենք, խնդրեմ, սա է։ Հետո Քորը հիմա որ մեկ-մեկ խոսում է ինչ որ բաներ է բացատրում իրեն թիմի հետ, մեկն էլ մեր գյուղացի անունը Վազգեն, որ սարքել են սուտի հերոս, այսպես թալանեցին։ Նույն վիճակը նաեւ Արարատ քաղաքում է եւ մնացած այլ վայրերում, խնդրեմ, գնացեք եւ տեսեք թե ինչի են վերածվել կինոյի տները կամ ընդհանրապես մշակութային օջախները։